Լավագույնը նրա փառքի համար։ Օսվալդ Չեմբերս։ Օր մարտի 2։ Զգացել եք Տիրոջ պատճառած ցավը։ Երրորդ անգամ ասեց. Սիրում ես ինձ։ Հովհաննես 21:17 խոսք։ Երբևէ զգացել եք ձեր էության մեջ, կյանքի ամենազգայուն ոլորտի խորքում Տիրոջ պատճառած ցավը։ Այնտեղ երբեք չի ցավեցնում ոչ սատանան, ոչ մեղքը, ոչ մարդկային զգացմունքները։ Մեր էության այս տարածքը չի կարող մտնել ոչինչ, բացի Աստծո խոսքից։ Պետրոսը վշտացավ, երբ Տերը երրորդ անգամ հարցրեց, թե սիրում է իրեն։ Պետրոսը գիտեր, որ իր կյանքի հիմքում նա հանձնվել է Հիսուսին։ Դրանից հետո, սակայն, նա սկսեց հասկանալ, թե ինչ է նշանակում Հիսուսի համբերատար հարցադրումը։ Պետրոսի մտքում այլևս ոչ մի կասկած չմնաց, նա այլևս չէր խաբնվի։ Կարիք չկար արագ պատասխանելու, անհապաղ արձագանքելու և զգացմունքներն արտահայտելու։ Դա նրա համար հայտնություն էր, երբ նա հասկացավ, թե որքան շատ է սիրում Տիրոջը։ Զարմացած նա պարզապես ասում է. Տեր, դու ամեն բան գիտես, և սկսում է գիտակցել, որ նա իսկապես սիրում է Հիսուսին։ Կարիք չկար ասել նայիր, սա է իմ սիրո ապացույցը։ Պետրոսը սկսեց իր ներսում բացահայտել, թե որքան է նա իսկապես սիրում Տիրոջը։ Նա հասկացավ, որ իր հայացքը միայն Հիսուս Քրիստոսի վրա էր, և ոչ ոքի չէր տեսնում ոչ վերևում գտնվող երկնքում, ոչ ներքևում երկրի վրա։ Նա դա չէր գիտակցում, քանի դեռ այդ զարմանալի ու ցավեցնող հարցը չէր եկել Տիրոջից։ Տիրոջ հարցերը միշտ բացահայտում են մեզ, թե ինչպիսին ենք մենք իրականում։ Ինչ զարմանալի համբերությամբ, ուղղակի և իմաստուն էր Հիսուս Քրիստոսի վարվելակերպը Պետրոսի հետ։ Մեր Տերը երբեք հարցեր չի տալիս, մինչև չգա այն ճիշտ ժամանակը։ Հազվադեպ, բայց շատ հավանաբար, կյանքում գոնե մեկ անգամ նա մեզանից յուրաքանչյուրին կքշի մի անկյուն ու կտա իր ցավոտ հարցերը, այնուհետև ենք գիտակցում, որ սիրում ենք նրան ավելի շատ, քան երբևէ կարող ենք բառերով արտահայտել։